Հիմա մենք ազատագրում ենք անելու։ Մենք ազատագրելու ենք ամեն պիղծ ուժից քեզ, եթե դու ունես ինքդ ես առաջին ազատագրելու, հետո ես կաղոթեմ ձեր համար։ Սիրելիներս, դրա համար ես կխնդրեմ հիմա դու 4 քայլերը անես։ Ազատագրման 4 քայլերը, սիրելիս, ինչա դա նշանակում։ Դա նշանակում է, ես ասելու եմ հիմա բաներ ու դու կրկնես իմ հետ։ Դու կրկնելու ես հերթով այս 4 պունկտերը։ Առաջինը, ասա. Ես խոստովանում եմ հերթով սկսի թվարկել։ Ես խոստովանում եմ հերթով ու սկսի թվարկել այն բոլոր մեղքերը, հատկապես կախարդությունների հետ կապված։ Հատկապես եթե ինչ-որ կախարդության հետ է կապված, եթե ինչ-որ ակուլտիզմի հետ է կապված, հերթով սկսի խոստովանել ես, ասա, ես հերթով խոստովանում եմ այդ մեղքերը, անունները սկսի հերթով տուր։ Ասենք օրինակի համար, ասա, շնության հոգին, խոստովանում եմ, որ մեդիում եմ կանչել, խոստովանում եմ, որ տարբեր պղծություններ եմ արել, հերթով անունները տուր, սիրելիս, հա։ Առաջի քայլն է, որ դու անում ես։ Հերթով սկսի անունները տալ։ Եթե բոլոր անունները տվեցիր արդեն, բոլոր այդ պիղծ հոգիների անունները տվեցիր, այդ քայլերը, որ դու արել ես, քո առած մեղքերը, պղծությունները, հիմա ասա ես ապաշխարում եմ Տեր Աստված այդ բոլոր քայլերից։ Երրորդը, եթե արդեն ասացիր, ասա ես հրաժարվում եմ այդ բոլոր քայլերից։ Հիսուսի անունով։ Փառք Աստծուն, եթե այդ քայլերն արեցիր, մենք հիմա անցնում ենք երկրորդ քայլին։ Որն է երկրորդ քայլը։ Դու պիտի ներես բոլորին, ներես ամեն մարդու, ով որ քո հանդեպ սխալ քայլ արել։ Դրա համար կրկնի իմ հետ, ասա ես հրաժարվում եմ եւ ներում եմ բոլորին, ով ցավացրել է ինձ կամ սխալ վարվել իմ հանդեպ։ Ես հրաժարվում եմ ամեն դառնությունից եւ ատելությունից։ Հիմա ասա հատկապես ներում եմ ու խնդրում եմ թվարկես բոլոր այն մարդկանց անունները, ովքեր որ քո հանդեպ սխալ քայլ են։ Հատկապես ներում եմ Աշոտին, Կարենին, Արսենին, Արմինեին, ինչքան անուն կա կարաս թվարկես առանց բացառության։ Հիմա սկսի անունները թվարկել այդ մարդկանց։ Իրանց բոլորի անունները պիտի տաս։ Բոլորի անունները դու սրտումդ հավատա, որ դու իրանց ներել ես։ Փառք Աստծուն, եթե արդեն տվեցիր, ես քեզ ժամանակ եմ տալի, որ բոլորի անունները տաս։ Եթե արդեն տվեցիր, հիմա ժամանակն է, որ Հիսուսին խնդրես, որ ազատագրի քեզ։ Հիմա ասա, ես շնորհակալ եմ քեզանից Հիսուս, որ դու խաչի վրա անես դարար, որ ինձ ազատես անեծքից։ Խնդրում եմ Հիսուս, ազատագրի ինձ։ Ամեն։ Եթե այս քայլն էլ արեցիր, հիմա անում ենք 4-րդ քայլը։ Հիմա պիտի քշենք դևերին։ Հիմա ես դիմում եմ ամեն դևերի, ասա իմ հետ։ Հիմա ես դիմում եմ ամեն դևի, որ ճնշում